Իսկ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները դուք բոլորը գիտեք, այս առևտրականներն են յարմարքեքում տոնավաճառներում, որոնք իրանց երեխու հացի համար չեն ուզում ոտքի կանել։ Ուրեմն դուք դատապարտված եք կործանման։ Ես ձեզ շնորհավորում եմ։ Այսօր մի հատ շնորհավորում եմ մեր կանանց միջազգային օրվա արդիվ, ուրեմն բոլոր գործարար մեր կանանց նույնպես, որ այսօր ձեր օրն է, դուք պարտադիր պետք է լինեք ստեղ ու ձեր հարցը դիմեք, պետք լիներ կգնանք մեր վարչապետի տուն, այստեղ չնելուց կետանք այնտեղ, մարդը ձեզ լավ կդիմա, ոնց լինի մի հատ ծաղիկ ձեզ կտար։ Վստահ եք, որ դիմավորելու, այսքան գալիս եք, ոչ ոք չի դիմավորում։ Վստահ եմ, իրանց պատիվ թարգի համար ոնց լինի մի տեղից ծաղիկ բերեն։ Դուք գիտեք ծաղիկի գները ինչքան։ Դե իմի մեզ գիտեք ինչ կա, մահանա բռնում են, ասում են այսօր քիչ այք է։ Ուրեմն բոլորը շատ լավ գիտեն, բոլոր գործարարները տեղյակ են այսօրվա միտինգի համար։ Թող ոչ մեկը չասի չի լինի։ Հա, այնտեղ եք հավաքում ձեր դրի դեմ, այնտեղից որ գաք։ Հասկանում եք, հելեք մի անգամ գքայք ստե կհավաքվեք։ Ում հետ խոսում եմ, ասում եմ գիտեմ, մեկ ուրեմն չգիտի, ինչի ինտերնետով էլ ասված ամսի 10-ին բոլորը կհավաքեն, տես չի։ Սենց լավ եղանակ եք ուզում, Աստված տվել է, մտեք իմ Facebook-ն, ես նախորդ Այսօր եկել եք պահանջով հանդիպման, կառավարությունից ձեզ արձագանքել են որևէ կերպ։ Չեն արձագանքել, մենք չենք էլ արձագանքել, գիտենք, մենք ձեր միջոցով մենք մեր հարցերը կլուծենք։ Նրանց հետո երբ որ ժողովուրդ կլինի, այն ժամանակ թող ժողովուրդը որոշի իրանց ապագան։ Ձեր հույսը լրագրողներն են փաստորեն։ Հա, այո, բայց քիչ է, մեր լրատվամիջոցները առաջին շարք են։ Եթե դուք չլինեք, ուրեմն այս Հայաստանը հաստատ չկա։ Բայց ի տարբերություն ձեզ, դուք ինչպես գիտեք, բոլոր քանի մամուլի ասուլիսի ակումներ է փակվել, կարակ ասեք։ Ինչի պետք է ես փողոցում ձեր հետ մամուլի ասուլիս անեմ։ Կարակ բացատրեք։ Չէ որ տեսակետներ են, մյուսներ, ցաղը բաներ փակած է։ Հասարակ ես գիտական լավ նորություններ ունեմ, գյուտարար մարդ եմ։ Ես չեմ կարող այդ բաները ինչ որ միտեղ գնամ, որ ասեմ sense բաներ ունեմ։